անոր տեղը քարաճիկով չախոբիլի աստվածվել։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, հույսով եմ, որ բոլորդ լավ եք։ Այսօր միասին ինչ եք պատրաստելու, երկար բարակ մտածելով, տունը քարաճիկ ունենք, ուզում ենք միասին պատրաստենք քարաճիկով դժվժիկ։ Իսկ միջև դժվժիկը պատրաստելը ինչ պետք է անենք։ Մեր քարաճիկը, ինչպես տեսնում եք, երևում է, մեր քարաճիկը ստեղա լվացած պատրաստ, հիմա ջուրը եռում է, լցնելու ենք եռա։ Так ուժեղացնենք, հիմա կլցնենք եռա, որովհետև քարաճիկը պինդ է, պետք է անպայման եռա, սիրելի հետևորդներ ջան, մի հատ խառնենք, թողնենք եռա, երբ որ պատրաստ կլինի, նորից կմիանանք, սիրելի հետևորդներ։ Ուրեմն սիրելի հետևորդներ, մինչև որ մեր քարաճիկը կեփի, մենք կմաքրենք սով։ Ճիշտ է, ասեցի, որ քարաճիկով դժվժիկ, բայց փոշմանեցի, դժվժիկը մի քիչ չոր է լինում։ Ավելի լավ է ասեմ, որ չախոբիլի։ Շատ սոխ ենք կտրատելու եւ ասենք փլավի հետ, ինչ որ փլավ կլինի, օրինակ ես ունեմ նոր պատրաստած գրեչկով փլավ, կարելի է եւ մատուցել գրեչկով փլավի հետ, սիրելի հետևորդներ։ Երկու հատ, 3 հատ սոխ եմ մաքրել, դրել սեղանին։ Սիրելի հետևորդներ, ուրեմն 3 որ շուշան հավաքեցի, այդ շուշանը խաշել եմ, հիմա տապակում եմ։ Ոչ ոք չի ուտելու, մենակ ես եմ ուտելու։ Հիմա ինչ եմ անում, ուրեմն սոխը կտրատել եմ, այստեղ մոտիկ գնանք, որ լավ երևա։ Ուրեմն դիթապտվի յուղը լցրել եմ, սոխը կտրատել եմ խոշոր, մեկ այ ես եմ ուտելու, ես եմ սոխը սիրում եմ։ Դրաններ փակենք։ Մինչև որ ասենք սոխառածը կլինի, մենք կկտրատենք շուշանը։ Եմ ես տանակը բերեմ, որ լավ կտրատեմ։ Մի քիչ շատ է մեծացել շուշանը, շատը կտրատեցի, որտեղ ինքը արդեն դախացել է, փետացել էր, էլի նա չեր խաշվի։ Դե շուշանի հետ էլ ասել, որ թելուկեր կան, բայց թելուկը այնքան քիչ էր, որ չի երևում։ Լավ համրացնում եմ։ Սոխառածը ինչ վիճակի է։ Սոխառածը լինի։ Սիրելի հետևորդներ, ավելի լավ է ստեղ պահեմ։ Հիմա լցնում եմ շուշանը։
հետացած շուշանոց մնացել էր մեջը։ Ուրեմն աղ եմ ցանում։ Որ լավ աղի հետ տապակվի։ Հիմա լավ է։ Թողնենք մի լավ տապակվի։ Հետո նորից կմիանանք սիրելի հետևորդներ։ Դրանը կփակենք, թող տապակվի։ Համետ խառնենք։ Չնայած էլի եմ խառնել։ Տապակվի, պատրաստ է։ Սիրելի հետևորդներ, արդեն պատրաստ է։ Դված ենք տանենք, կլցնեն վերև, և սրանով էր եզրափակենք մեր հոլովակը։ Ինչ արդեն է կստել։ Հավասար չափով լցրեցի։ Թութակը գրթեին գա, որ ես արդեն խոսում եմ մեջտեղ դուսելով։ Երկու րոպե շուտ փակենք մնա ու պատրաստ է։ Սիրելի հետևորդներ, արդեն պատրաստ է։ Սրանով էր վերջ։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ վերջացրեցինք միասին մեր հոլովակը, սիրելիներս, հիշեցնեմ, ովքեր առաջին անգամն են դիտում, նոր են դիտում իմ ալիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, կիսվել ձեր մեկնաբանություններով, սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, շատ շնորհակալ եմ գեղեցիկ մեկնաբանությունների համար, սրտիկների համար, ամեն ինչի համար, մի խոսքով, ես ձեզ շատ սիրում եմ, կմիանանք հաջորդ ալիքին, ստեսություն ձեզ։ Սիրելի հետևորդներ, դե արդեն մեր քարաճիկը եփվել է, փորձել եմ, տեսել, որ լավ փափուկ եփված է։ Հիմա ինչ ենք անելու, սիրելիներս։ Հիմա կկտրտեմ սոխը, հենց երկար մեծոտ կտրտենք։ Որտեղ չախոբիլին սոխը խոշոր եմ կտրատում։ Սիրելի հետևորդներ, մի քիչ բուսական յուղ եմ լցնում։ Հետո էլ յուղ կդնեմ։ Լցնեմ սոխը։ Եվ մի երկու բջեղը սխտոր կա։ Ես սխտորն էլ կլցնեմ։ Չնայած սխտորը հիմա չեմ լցնի, թող ես տապակվի հետո, չեմ միացնի տակը։ Խառնեմ։ Մի պտղոց ռեգանի եմ ավելացնում։
որ համը տարածվի։ Ահա, սիրելի հետևորդներ, հիմա քարաճիքն եմ լցնում տական ջատով ստեղ։ Սիրելի հետևորդներ, ավելացնում եմ կարմիր պղպեղ, ավելացնում եմ սև պղպեղ, 1 թեյի գթար, ավելացնելու եմ տոմատի մածուկ, սա էլ այսպես, աղ չեմ ավելացրել, որ պետք է նորից կավելացնենք։ Հիմա այս բոլորը խառնում ենք իրար։ Սիրելի հետևորդներ, այս երկար ջրի երեսը յուղ է քարաճիկի։ Մի քիչ լցնում ենք քարաճիկի վրա։ Որ համ տոմատը բացվի, մի քիչ ջուր պետք չէ, որ տոմատը բացվի։ Ավելի լավ է իրան ջրից լցնենք։ Հենց եմ անում երեսի յուղը հավաքը։ Այս թեմա հերիք։ Թողնենք մի քիչ տապակվեն միասին, համերը տարածվի, տո նորից կմիանանք։ Իչե որ մեր քարաճիկը պատրաստ կլինի, մենք կտրտենք մի քիչ մաղադանոց, մի քիչ համը։ Լցնենք վրա հիմա։ Խառնենք իրար, որ համերը տարածվի։
Սիրելի հետևորդներ, մեր քարաչիկով չախոբիլներ պատրաստել, կարող եք մատուցել տարբեր տեսակի փլավների հետ։ Ես ունեմ պատրաստի հնդկաձավարի փլավ, այսինքն գրեչկա էլի։ Կարող եք մի քիչ լցնել գրեչկայից։ Մի քիչ գրեչկայի փլավ եւ լցնել մեր պատրաստած քարաչիկից։ Մատուցել այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ ձեզ հետ միասին վերջացրեցինք մեր հոլովակը։ Բոլորիցս շատ շնորհակալ եմ։ Չմոռանաք, ովքեր առաջին անգամ են դիտում իմ ալիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, ստեղմել զանգակը, կոճակը, կիսվել ձեր մեկնաբանություններով, դուք ինչպես եք պատրաստում, սիրելի հետևորդներ։ Ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսցին ձեզ։